Բարի օրհնյալ օր, սիրելի Աստծո զավակ, մի փոքրիկ խոսքով ցանկացա կիսվել քեզ հետ, եթե փորձության, խնդրի, ցավի, ինչ-որ տկարության կամ պակասության մեջ ես, քաջալերում եմ քեզ, որ զորանաս և հույսդ միայն Տիրոջ վրա դնես։ Մեր նախնիների վառ օրինակը ունենք գրքերում գրված, որ նրանք ամբողջ սրտով վստահում էին, հավատում էին մեր Հիսուսին և տեսնում էին շնորհքը, տեսնում էին Տիրոջ փառքը, որովհետև միայն հավատքով կարող ենք ու հաճելի կլինենք մեր Տիրոջը, առանց հավատքի մենք մեր Տիրոջը հաճելի չենք։ Եվ մեր նախնիները մեզ ցույց են տալիս իրենց օրինակը, թե ոնց են կարողանում ամբողջությամբ, ամբողջ սրտով վստահել, գնալ այնտեղ, որտեղ չգիտեն, անել այն, ինչ որ չեն հասկանում։ Հիմա շատ ժամանակ մենք ինչ որ տկարության, ինչ որ ցավի, ինչ որ խնդրի դեպքում ասում ենք, որ Աստված իմաստություն է տվել ու կարող ենք դիմել բժշկի, կարող ենք դիմել ինչ որ միջոցների, ինչ որ պարագաներին, այո, դրանք անհրաժեշտ են, բայց առաջին հերթին մենք պետք է դիմենք մեր Աստծուն, պետք է ամեն խնդրի մեջ, ամեն տկարության, ցավի, պրոբլեմի մեջ Տիրոջ փառքը փնտրել ու խնդրել իր անունի համար, որ ինքը վկայություն անի, ինքը փառք անի իր համար։ Տերը ամենակարող է և ամեն պարագայում էլ մենք պետք է հույսներս դնենք իր վրա, չվախենանք ոչ մեկից, չսպասենք ոչ մեկից, միայն Աստծուն հուսանք, միայն Աստծուն հավատանք։ Այո, թեպետ մենք իմաստություն ունենք ու դա Տիրոջից է ու դա օրհնություն է, բայց ամեն խնդրի մեջ էլ փորձենք մեր ամեն մտածողությունը, մեր ամեն հասկացողությունը մի կողմ դնել ու մեր ցավը կիսենք ու ասենք մեր Հիսուսին ու թող նա իր փառքի ու անունի համար այդ ամենը վկայություն դարձնի։ Ես ցանկացա քեզ մի փոքրիկ խոսքով քաջալերել և ասել, ինչի մեջ էլ ես, քո մտածելը, քո միտքը մի կողմ դիր ու Հիսուսին հարցրա քո անելիքը ու Հիսուսից սպասում ունեցիր։ Տերը օրհնի քեզ, զորացնի քեզ և քո ամեն կարիքն ու պակասությունը լրացնի իր անունի ու իր փառքի համար։ Ամեն։